Բարի երեկո Աստծո ժողովուրդ։ Հարազատներ ջան, այսօր օրը Կիրակի է։ Եվ օրհնյալ է Տերը, որ այս Կիրակի օրը ստեղծել է, որ մեր հաջորդը մի քիչ աշխատեն, գան իրատունը հավաքենք, իրար երես տենանք եւ միասին Տիրոջ առջեւը գանք։ Գիտես, մարդու տեսակը նենց է, որ այս կյանքի այս թով ու բովի մեջ, այս խորզանուտի մեջ ճանապարհը փնտրում դուրս գա, ելք է փնտրում։ Ու ճանապարհները շատ են ասեմ։ Ուղղակի դրանցից շատերը, որ քեզ հանում են, ստեից գցում են մեկ ուրիշ փոսի մեջ։ Բայց մի հատ ճանապարհ կա, որ կոչվում է կյանքի ճանապարհ։ Եվ այդ կյանքի ճանապարհը Տերն է, եւ մեզ սովորացնում է ճանապարհի մեջ քայլել։ Սաղմոս 16-11-րդ խոսքից եմ կարդալու, բայց ուզում եմ նաեւ մի բան նորից ավելացնեմ, ասեմ, որ մարդ իր ողջ կյանքի ընթացքում բանում աշխատում ամեն բան անում է, որ ուրախ ապրի այս կյանքը, ուրախություն ձեռք բերի իր համար, եւ որ այդ ուրախություն, այդ քաղցություն կոչեցյալը կարճ ժամանակի համար չլինի, հնարավորինս երկար, հնարավորինս շատ։ Ես Սաղմոսի մեջ հետեւյալն են կարդում, ասում է. դու ինձ ճանաչեցնում ես կյանքի ճանապարհը։ Լսում եք։ Կյանքի ճանապարհը միայն Տերն է սովորացնում եւ ցույց տալիս։ Չկա ուրիշտեղ։ Որտեղ ուզում ես գնա, ինչ ուզում ես արա, Աստվածաշունչը ասում է, որ դու ինձ ճանաչեցնում ես կյանքի ճանապարհը։ Ժողովուրդ ջան, մարդիկ շատերը լսում են կյանքի ճանապարհի մասին։ Սրանից, բայց ճանաչել անձնական է ճանապարհը միայն Տիրոջից կարող ես առնել։ Դու ինձ ճանաչեցնում ես կյանքի ճանապարհը, քո երեսի առաջին ուրախությունների լիություն կա։ Ուրախություն չէ, ուրախությունների լիություն կա Տիրոջ երեսի առաջին եւ երանի են ամենին, որ Տիրոջ երեսի առաջ գալիս են։ Վստահ կարող եմ ասել, որ իրանք ուրախությամբ լի կյանք են ապրում։ Եվ քո աջ կողմը քաղցրություններ, հավիտյան։ Այս ամենը Տերը ժամանակավոր չի տալիս, հավիտյան է տալիս։ Ճանաչեցնում է կյանքի ճանապարհը, տալիս է ուրախությունների լիություն եւ քաղցրություն հավիտյան։ Հիմա ասում սրա համար արժի կանգնենք, գոհանանք, ասենք Տեր եկել ենք, սովորացնում ես կյանքի ճանապարհների մեջ քայլել։